Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, մենք Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք գտնել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին, բժիշկներ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրում են առողջապահական համակարգին, այսօրվա դեպքը բառի իրական իմաստով ողջ կյանքը, սա ըստ էության կյանքը կապել է բժշկության հետ, բայց մինչ մեր այսօրվա բժշկին անդրադառնալը ես ուզում եմ հատկապես դիլիջանցիներին հիշեցնել մի հրաշալի անվանի մարդու մասին, անվանի բժշկի մասին, մասնավորապես Սերգեյ Մկրտումյան, ով թերապևտ է եղել եւ անսահման մեծ ավանդ ունի առաջին հերթին Արցախյան պատերազմի տարիներին եւ առհասարակ Դիլիջանում զբաղեցրել է նաեւ ղեկավար պաշտոններ առողջապահության ոլորտում եւ այս ընտանիքում չէին կարող չծնվել բժիշկներ եւ այսօր նրա տղայի մասին պիտի խոսենք եւ նրա տղան է մեր 100 լավագույն բժիշկների մեջ, ինչպես նաեւ պետք է նշել, որ նրա դուստրը եւս բժշկուհի է, ինչպես նաեւ ընտանիքում կինը մանկավարժ, ինչը կարծում եմ պարզապես պատկառանքի եւ հարգանքի արժանի ընտանիքի մասին ենք խոսում։ Սիրով ներկայացնեմ այսօրվա մեր բժշկին Սահակ Մկրտումյան, հարգելի բարեկամներ, ով իր կյանքից ուղիղ 30 տարի նվիրել է առողջապահության համակարգին, նա անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ է եւ իր աշխատանքային գործունեության ընթացքում շուրջ 10,000 բուժառու է ունեցել, սպասարկել եւ ամենակարևորը առողջ տուն ճանապարհել։ Ահա այսպիսի պատկառելի մարդիկ, բարեկամներ, բժիշկ, բարև ձեզ, հարգանքներս։ Ես ուզում եմ առաջին հերթին ձեր հայրիկի մասին պատմենք, որովհետև դա խոնարհումի արժանի կենսագրություն է նա ունեցել, ինչ կասեք, ինչ կպատմեք նրա մասին։ Հայրս որպես բժիշկ արժանապատիվ եւ պրոֆեսիոնալ առումով եւ մարդկային առումով մասնագետ է եկել, իրան ամբողջ կյանքը նվիրել է մարդկանց, ծառայել է նրանց առողջության պահպանմանը, աշխատել է Դիլիջանի հիվանդանոցում, բաժանմունքում, ինչպես նաև պոլիկլինիկական ծառայությունում 95 թվականից մինչև 2000 թվականն էլ աշխատել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի հիվանդանոցում։ Եվ պատիվ եւ բարի հիշատակիր են, ես ուզում եմ նաեւ ձեր քույրիկի մասին խոսենք, նա հաջողությամբ աշխատում է այստեղ եւ հաշվի առնելով, որ դուք ղեկավար պաշտոն եք զբաղեցնում հիվանդանոցում եւ չեք կարող ըստ էության առաջադրել նրա տեխնացությունը որպես լավագույն բժիշկ, իսկ ձեզ մենք ենք ընտրել ըստ էության, այնուամենայնիվ կուզեմ ձեր քույրիկի մասին էլ պատմեք ու արդեն անդրադառնանք ձեր կենսագրությանը։ Քույրս գնացել է հայրիկի հետքերով թերապևտ է, սոմատիկ բաժանմունքի ղեկավար եւ իր ամբողջ կյանքը նվիրել է քաղաքի շրջակա գյուղերի բնակիչներին ամենացորդ կերպով։ Շատ լավ, եւ ես շատ զարմանում եմ, թե ձեր մայրիկը ինչպես է դիմանում բժիշկների ընտանիքում, որովհետեւ իսկապես սարսափելի դժվար է ամեն օր ուրիշների կյանքով այդքան հետաքրքրված, ուրիշների կյանքին այդքան նվիրված մարդկանցով շրջապատված լինելը։ Որ առարկայի ուսուցչուհի էր, ինչ կպատմեք։ Պատմության մասնագետ է ինքը եւ ընտանիքը իհարկե մեծ դեր է խաղացել մեր մասնագիտական ընտրության հարցում եւ ինքը Մայրս նույնպես հպարտ է, որ մենք այս մասնագիտությունն ենք ընտրել եւ ամեն կերպ աջակցել է մեր մասնագիտական առումով կայացմանը։ Շատ լավ, ես հարգելի հեռուստադիտողներ ուզում եմ հատկապես դիմել բոլոր այն ուսանողներին, այն մարդկանց, ովքեր բժիշկ դառնալու ճանապարհին են, պետք է պարտադիր նշել, որ աշխատասիրությունը դռներ է բացում բժշկության մեջ միանշանակ եւ մեր բժիշկը այսօր ոչ միայն հաջողակ անեսթեզիոլոգ է, նաեւ բժշկական կենտրոնի բուժ գծով փոխտնօրենն է եւ ուզում եմ հարցնել այս ճանապարհը ինչպես անցաք, դե բնական է, որ հայրիկի օգնությունը եւ աջակցությունը նաեւ որպես ավագ, այսպես կատարյալ եւ կայացած բժիշկ ունեցել եք, բայց ինչը ստիպեց որոշում կայացնել բժիշկ դառնալու։ Փոքր հասակից տեսնելով որս ինչպես է նա վերաբերվում հիվանդներին, գիշերները տուն չի գալիս, միշտ սրտացավ է, նաև քաղաքում նրա նկատմամբ մեծ հարգանք, այդ բոլորը հպարտություն էր լցնում իմ մեջ եւ ես էլ որոշեցի նույն մասնագիտությունը ընտրել։ Իսկ վերակենդանացում, անեսթեզիա եւ այլն, սա շատ բարդ ճյուղ է ըստ էության, թերապևտի աշխատանքը այս համեմատության մեջ փոքր-ինչ ավելի հեշտ է, որովհետեւ գոնե մարդկային կյանքերի հետ ամենօրյա աշխատանք չկա, ինչու ամենաբարդ, ամենադժվար ճյուղը։
Դա պատահական է ստացվել ուսանողական տարիներին ես Էրեբունի բժշկական կենտրոնում պատահական հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում, որ այն ժամանակ ղեկավարում էր Գագիկ Կնունիչ Մխոյանը եւ տեսնելով այնտեղի եւ ծանր հիվանդների եւ բժիշկների անձնաբերած աշխատանքը գտա, որ ինձ ավելի մոտիկ հարազատ մասնագիտություն է։ Շատ լավ եւ շատ լավ է, որ հիվանդանոցներում պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր բժշկությունից կատարելապես հասկանում են եւ ձեր դեպքն էլ այդ դեպքերից է, եւ որ դուք առաջին հերթին բժիշկ եք, հետո բուժգծով փոխտնօրեն եւ կարծում եմ դա է պատճառը, որ բժիշկների կողմից շատ սիրված եք, բայց այնուամենայնիվ այդ բժիշկների հետ աշխատանքի համագործակցության մասին եկեք խոսենք, արդյոք դժվար չէ լինելով բժիշկ նաեւ կառավարել համակարգը։ Իհարկե դժվարություններ եւ նրբություններ ունեն, բայց եթե կոլեկտիվի հետ միմյանց փոխադարձ հարգանքը կա եւ միմյանց նկատմամբ եւ մասնագիտական եւ մարդկային առումով փոխըմբռնվածություն կա, դա նպաստում է, որ ավելի հեշտ իմ աշխատանքը կատարեմ։ Քանի որ հարգանքը միակողմանի չէ, ես եւս զգում եմ անձնակազմի իմ նկատմամբ վերաբերմունքը, նույն իմ վերաբերմունքների իրենց նկատմամբ եւ աշխատանքը դա ավելի շատ ընկերական կոլեկտիվ աշխատանք է, քան թե ինչ-որ ղեկավարման առումով։ Շատ լավ։ Եվ գիտեք, պարտադիր ուզում եմ անդրադառնալ այն արտառոց առանձնահատուկ դեպքերին, երբ դուք բժիշկներով վիրահատական սեղանի շուրջ հասկացել եք, որ այլևս անզոր եք, բայց Աստված որոշել է, որ այդ մարդը պիտի ապրի։ Ինչ այսպիսի արտառոց դեպք եք հիշում, որ երբեք չի ջնջվի հիշողությունից։ Ճիշտ ասած, բազմաթիվ դեպքեր կան այդ առումով, որ կարելի ասել մազից կախված է եղել, բայց եւ կոլեկտիվի ջանքերի արդյունքով եւ հիվանդի մաքարման հետևանքով դուրս են եկել մահվան ճիրաններից։ Մեկ դեպք կարող եմ պատմել, որ հիվանդը մնացել էր լիֆտի տակ եւ վնասվել էր կրծքավանդակ, սրտապարկ, թոքերը լիարդ, փայծաղ կոնքի ոսկերը, անգիտակից ճնշում չլինելով բերվել է հիվանդանոց շտապօգնությամբ եւ մենք կարողացել ենք այդ հիվանդին այդ վիճակից անել, այնտեղ սրտապարկի վիրահատություն է կատարվել, ամբողջականությունն է վերականգնվել, լիարդն է կարվել, փայծաղն է կարվել, արյան տրանսֆուզիա է կատարվել, վերականգնվել եւ այդ մարդը ողջ է այժմ։ Դա մի քանի տարվա առաջա դեպք է։ Եվ էլի բազմաթիվ դեպքեր կան ծանր, ասենք էկլամպսիայով ցնցումներով հղի են բերել անգիտակից, որ էլի շտապ վիրահատություն է կատարվել, երեխան փրկվել է, մայրը նույնպես։ Եվ բազմաթիվ այդպիսի դեպքեր, վնասվածքներ, ավտովթարների հետևանքներ, հրազենային վնասվածքներ, շատ դեպքեր կան, որ ասպան չեմ կարող բոլորը հիշեմ։ Շատ լավ, մի ներքին խոհանոցային բանի մասն եմ ուզում խոսել, տեսեք, շատ վիրահատարաններում ավանդույթները տարբեր են, երբեմն առաջինը վիրաբույժն է գնում վիրահատարան, երբեմն անեսթեզիոլոգը, երբեմն երկուսը միասին, եւ այնուամենայնիվ անեսթեզիոլոգը այն բժիշկն է, որը սպասում է մինչև որ հիվանդը կարթնանա, նոր իր աշխատանքը ավարտված է համարում։ Դուք երբ եք գնում վիրահատարան, երբ եք լքում վիրահատարանը եւ ինչ ապրումներ եք ունենում, երբ հիվանդը բացում է աչքերը արդեն վիրահատությունից հետո։ Վիրահատարան առաջինը մտնում ենք մենք, քանի որ հիվանդին նախապատրաստում ենք անզգացմանը, հիվանդը արդեն կոպիտ ասած քնած վիճակում, արդեն որ քնածել են, նոր արդեն վիրաբույժները զբաղվում են իրենց աշխատանքով, իրենց վիրահատական գործողությունը վերջացնելուց հետո նորից արդեն մեր աշխատանքն է, չնայած ընթացքում եւս անզգացման ընթացքը պետք է հետևես հիվանդի կենսական կարևոր օրգանների չափանիշներին եւ դրանից հետո արդեն կատարում է հիվանդի արթնացում
եւ իհարկե երբ արդեն բոլոր պարամետրերը արդեն նորմալ սահմանում են, նոր արդեն այդ ժամանակ խորը շունչ են քաշում։ Այդ զգացողից խորը շունչ քաշելը ինչպես է դրսևորվում։ Գուցե ասեմ հարկ հաստում, գուցե ժպտալ, ինչ է տեղի ունենում ձեզ հետ։ Դե մի քիչ անբացատրելի է, այտենց լարվածությունը անցնում է միանգամից, որ անդադ այդ ամբողջ process-ը դու լարված ես լինում, որովհետև հիվանդը մենք արհեստական կոմայի մեջ ենք մտցնում եւ պետք է բոլոր օրգան համակարգերի վիճակը ապահովենք նորմալ սահմաններում, իսկ հիվանդների մեծ մասը ունեն խրոնիկ հիվանդություններ, տարբեր եւ սիրտանոթային համակարգի կողմից, շնչառական համակարգի կողմից, մնացած օրգան համակարգերի կողմից խնդիրներ ունեցող հիվանդներ են լինում, որոնք նախորդ մենք կոռեկցիա ենք բերում, բայց ընթացքում նույնպես հետևում ենք ընթացքին։ Շատ լավ, հրաշալի, ես ուզում եմ ձեզ նաև պաշտոնապես հատկացնել, որ դուք ընդգրկվել եք Հայաստանի 100 լավագույն բժիշկների կազմում եւ սա ըստ էության մեր ծանոթությունն է հեռուստադիտողի հետ, մարդկանց հետ, որովհետեւ մենք ուզում ենք ռոպագանդենք շնորհակալություն բժիշկ ջան նախադասությունը եւ սեր սերմանենք բժիշկների եւ հաջորդ նախագծով նաև մանկավարժների նկատմամբ, առհասարակ բժիշկը երբևէ չի սպասում շնորհակալության, երբևէ չի սպասում ինչու ոչ փողի, նա երբ պետք է լինի առաջնագծում է, բայց այնուամենայնիվ ինչ է լավագույնը լինելու զգացողությունը եւ ինչ մաղթանք ունեք մեր մյուս բոլոր բժիշկներին։ Շնորհակալություն այդ որ ինձ ընդգրկել եք այդ ցուցակի մեջ, ինձ պարտավորված եմ զգում, ես բոլոր բժիշկներին ցանկանում եմ իրանց գլխին անհամբ ամպեր չունեն իրենց գլխավերևը, իրենց մասնագիտական բարձր բան եմ ցանկանում, գիտելիքներ եւ պրակտիկա։ Ցանկանում եմ, որ իրենց բոլոր հիվանդներին, որոնք իրանք առաջում են, միշտ իրենց գոհ իրանցից գնան։ Հրաշալի, այո, գոհ մեր բառով շնորհակալությամբ հեռանան եւ մենք առհասարակ բացի պարտադիր չէ որ բժշկին դիմենք, բուժվենք, նոր ասենք շնորհակալություն։ Բժիշկները եւ մանկավարժները այն մարդիկ են, որոնց պետք է ամեն օր հիշել, ամեն օր ասել շնորհակալություն եւ ամեն օր ոգևորել, որովհետեւ նրանք իրենց կյանքը տալիս են հանուն բոլորիս եւ որպես ամփոփում ես պիտի պարտադիր նշեմ, որ զարմացած եմ այս համեստությունից, յետևում ունենալով այդպիսի ընտանիք, այդպիսի հզոր հայր, այսպիսի կենսագրություն եւ այսքան քչախոս, այսքան համեստ, ինչպես լինել այսքան օրինակելի համեստ, գաղտնիքը որն է։ Չեմ կարող, երևի ինձ թվում է ընտանիքի դաստիարակության արդյունք որպես իմ մոր, հոր, ես ինչ տեսել այդ է սովորել եմ, այդպես ասեմ։ Շնորհակալություն ձեզ բժիշկ, մենք դեռ հանդիպելու ենք, մաղթում ենք անսահման առողջություն եւ փորձենք ձեր աշխատանքից ձեզ շատ չկտրել, հարգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսին են մեր կատարյալ բժիշկները։ Շնորհակալություն բոլոր բժիշկներին, մենք դեռ հանդիպելու ենք, մնացեք մեզ հետ։